Ողջույն, այսօր մեկնարկում ենք մեր կարճ, բայց շատ էֆեկտիվ մարզումը, որը կոչվում է 15 րոպե ինտենսիվ։ Կատարելու ենք 5 վարժություն, ինչպես միշտ 3 շրջանով։ Սկսենք։ Առաջի վարժությունը կատարելու ենք թեթև ծույլ բյուրպի, այսպես ասված, քայլերի միջոցով։ Ի սկզբանե կանգնում ենք կանգնած դիրքում ու այստեղից իջնում ենք պլանկա, գնացինք։ Ձեռքերը դնում ենք հատակին, ոտքերով քայլում ենք, նույն ոտքով, որ քայլել ենք, առաջ ենք գալիս, վերադառնում ենք, կանգնում ենք ու նորից։ Գնացինք մյուս ոտքով, այստեղ անընդհատ ոտքերը փոխում ենք։ Մեկ աչով, մեկ ձախով։ Գնացինք, շարունակում ենք, շնչում ենք։ Չենք մոռանում ձախ եւ աջ ոտքերը անընդհատ փոխելու մասին։ Վերջի հաշիվը դիր հանգստանում ենք, շնչում ենք շունչ, արտաշունչ, խորը շունչ, արտաշունչ։ Մարզման մեջ կան կարդիո էլեմենտներ, այսինքն բավականին շնչելու տեսանկյունից բարդանում է, դրա համար պատրաստ եղեք խորը շնչելուն եւ արտաշնչելուն։ Պատրաստ հաջորդ վարժությունը։ Կքանստում ենք, բարձրանում ենք, բարձրացնում ենք ծունկ, իջնում ենք, կքանստում ենք, բարձրանում ենք, բարձրացնում ենք ծունկ, ու այսպես անընդհատ։ Գնացին, ձեռքերը պահում ենք դիմացում, կքանստում ենք բավականին խոր, ինչքան որ մեզ հարմար է, ու ինչքան որ մենք տեղ ունենք, պահում ենք շնչառությունը։ Ցույց եմ տալիս կողքից։ Թողեցինք, հանգստացանք շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, սիրտը թեթև։ Շարունակում ենք հաջորդ վարժությունը, ալպինիստի վարժությունն է, կատարում ենք պլանկայի դիրքում, ոտքերը հերթով ծալելով, լավ, պատրաստ, նստատեղը ներս, գնացինք, կատարում ենք հանգիստ, հերթով, ոտքերը ծալելով դեպի ներս։ Ինձ համար բավականին դժվար է եւ խոսել, եւ շնչել, դրա համար ես լուր ուղղակի կատարեմ վարժությունը։ Դիր հանգստացանք, շնչում ենք, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Մեր հաջորդ վարժությունը, չորրորդ վարժությունը, պլանկա արմունկների վրա ամրացնենք մեր ամբողջ կատարված աշխատանքը մինչև սա։ Պատրաստ, արմունկների վրա, նստատեղը ներս, որովայն մկանները ձիգ ու լարված։ Պահում ենք այստեղ 40 վայրկյան։ Ոտքերը կարող ենք դնել եւ նեղ, եւ մի փոքր նա ինչպես ձեզ կոմֆորտ է։ Մնացել է կեսից քիչ։ Չենք հանձնվում, դիմանում ենք։ Հոյակապ հանգստանում ենք, շնչում ենք և վերջի վարժությունը թեթև վազք տեղում կանգնում ենք, խորը շունչ, արտաշունչ, ձեռքերը ծալված դիրքում սկսելու ենք վազել հենց մեր տեղում, այսպես, ոտքերը ինտենսիվ բարձրացնում, իջացնում ենք, կողքից ունի այս տեսքը, շնչում ենք, այստեղ բարդ բան չկա, պարզապես մեզ հարմար պետք է վազենք։ Արդեն հոգնում ենք,
ընտի, շունչ, արտաշունչ, շունչ, բավականին բարդ էր, շարունակեցինք երկրորդ շրջանը, բյորպից, գնացինք, ուշադիր ենք լինում, որպեսզի մեջ կպայինքը միշտ ուղիղ ու այսպիսի դիրք չստանանք միշտ այս դիրքում, որով այն մկանները անդադարված, նստատեղը մի փոքր դեպի ներս, մնացել է կեսից քիչ, շարունակում ենք, Ոյակապ, թողեցինք հանգստացանք, շնչում ենք բավական ինտենսիվ է, չնայած որ թվում է թե շատ հեշտ է, բայց բավական ինտենսիվ է, քանի սունկը բարձրացնելով վերև, հիշեցնում եմ, որ մարզում ենք ամբողջ մարմինը, գնացինք, քանիստ վերև, Քանստելիս շատ կարևոր է ինչպես և բազմից ես նշել եմ, որպեսզի ձեր ծունկն ու ոտնացածը լինեն մի ուղղությամբ, նայեն մի կողմ, ծնկները ներս չեն գցում, գրունկները պահում ենք հատակին, չենք հանձնվում վերջինը, ընտի, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, երրորդ վարժությունը ալպինիստ գնացինք պլանկայի դիրքում, պատրաստ, գնացինք, չենք հանձնվում, թողեցինք հանգիստ, հեշտ չէ, բավականին բարդ է, նախավերջին վարժությունը ամրացենք, ֆիքսենք այցունք պլանկայով, պլանկան արմունքների վրա, պատրաստ, շնչում ենք, շունչ, արտաշնչով ձեռքերը տեղավորենք, քեզ դնենք, գնացինք, պահում ենք 40 վայրկյան, արմունքները շատ կարևոր է դնել ուսերի տակ, պահում ենք մեզ ուղիղ, ինչի է պլանկան երկար թվում, որովհետև այս ընթացքում աշխատում են մեր բոլոր մկանները և մարմնի համար բավականին բարդ է։ Մարմնով կարող է դողանցնել, դա նորմալ է, մկանները մաքսիմում աշխատում են։ Թողեցինք հանգիստ ընտի։ Հանգստացանք, շնչում ենք, խորը շունչ, արտաշունչ։ Հանգստանում ենք շունչ, արտաշունչ։ Եվ վերջին վարժությունը տեղում վազք գնացինք, վազում ենք հանգիստ, ձեռքերը կարող եք շարժվել, ոտքերը կարող ենք բարձրացնել, որպեսզի վազքը լինի ինտենսիվ, այլ ոչ թե փափուկ ու հանգիստ, բայց կարող ենք նաև այստեղ, այսինքն մի ոտքը միշտ հատակին պահելով։ Ես փորձեմ ինտենսիվ տարբերակը, չէ որ մեր մարզումը ինտենսիվ է։ Թողեցինք շունչ, արտաշունչ, շունչ,
Արտաշուչ։ Գնացինք բուրպին։ Վերջինը թողեցինք հանգիստ շունչ, արտաշունչ, խորը շունչ, արտաշունչ, հաջորդ վարությունը կքանի ծունկը վերև բարձրացնելով հիշում ենք, ոտքի լայն ենք բացում ենք փոքր, ուսերի լայնքով, ոտնաթաթերը դեպի կողք պատրաստ, շունչ, գնացինք։ Ոզը լավ հետ ենք դիցում, վերջինը թողեցինք հանգի շնչում ենք, արտաշունչ, խորը շունչ, արտաշունչ, հաջորդ վարժությունը, երրորդ վարժությունը ալպինիստ, բանկայդի կոմբինացի պատրաստ, գնացինք, մնացել է կեսից քիչ, թողեցինք հանգստացանք, խորը շունչ, արտաշունչ հասկանում ենք, թե ինչի են ասում խորը շունչ եք, արտաշունչ եք, քանի որ շունչը հեղվեսին և վերջի վարժությունը թեթև վազք, ներողություն պլանկա, պահում ենք արմունկները պլանկա, մոռացել ենք մեր պլանկան, պահում ենք այստեղ արմունկները դեպի ներս, այնքան ենք մտածում, երբ կավարտենք, որ նույնիսկ պլանկան մոռացան, նստատեղը դեպի ներս, վայնիցիկ, պահում ենք այստեղ, շնչում ենք, չենք հանձնվում, թողեցինք և վերջինը մի փոքր հանգստից հետո թեթև վազք տեղում, շունչ, արտաշունչ, խորը շունչ, արտաշունչ, վերջին թեթև վազք, ձեռքերը կամ այստեղ գնացինք, այսպես նույնպես է հնարավոր վազը, այսպես նույնպես, ինչպես ձեզ հարմար է, կարող ենք ինտենսիվ անել, էլ ավելի արագ, եթե ցանկություն կա, եթե զգում եք, որ կարող եք։ Շնչում ենք, մնացել է կեսից քիչ։ Շնորհավորում եմ, այսօր մեր մարզումը ևս ավարտված է, կհանդիպեք մյուս մարզմանը։ Հիշեցնեմ, որ այսօր մարզեցինք ամբողջ մարմինը։